Գիտես, չէ՞, Հայաստանում ամենաշատ վաճառվող սարդելկանը։ Չեմ էլ կասկածում։ Միայն դու բավական ես, որ այս համեղ սարդելկան վաճառվի ամենաշատը։ Երևում է, որ Առնոին ես կերպարանավորել։ Չէիր կարա ինչ-որ լավ բան սովորեիր։ Ասան դե լավ բան պետք է լինի, որ դու էլ սովորես։ Տեսնես ինչու են ուշանում։ Դե երևի Մանուկյանը չի կարողանում համոզի տիկին Սոնային, որ ինքը ցնդած չի։ Բայց Մանուկյանը ցնդած չի։ Դե համ չէ, բայց այս դեպքում ինքը մեղավոր չի, որովհետև մենք ենք այս ամեն ինչը կազմակերպել։ Բայց շատ մարդկանց կողմից ինքը ցնդածոտ է։ Այդքան էլ ճիշտ։ Առողջություն ընկեր Մանուկյան։ Շնորհակալություն Ենոքյան։ Ընկեր Մանուկյան։ Հա, չես սխալվում։ Ընկեր ցնդած Մանուկյան։ Ես այդ իմաստով չեմ ուզեցել ձեզ ասել, դուք չգիտեք ես ինչքան խորը հարգանք ունեմ ձեր նկատմամբ։ Իսկ Սոնան ձեզ ինչ պատասխանեց։ Երկար չպատմեմ, որովհետև մամային երկար ենք համոզել։ Հետո երկար ջան։ Լավ։ Մի խոսքով, այս տարածքը հիմա իմն է։ Շատ լավ է, ես շատ ուրախ եմ ձեր համար։ Ում համար լավ է, ում համար վատ։ Դե ուրեմն մարշ շտնվագից տեղից։ Շուտ։ Ինչի՞։ Ոնց թե ինչի։ Իմ տարածքը չի։ Ես էլ դրա համար ասում եմ, գրած տեղից։ Բայց մի րոպե, մենք ենք չէ՞ գումարը տվել տիկին Սոնային։ Դուք։ Ես խոստանում եմ այդ գումարը ձեզ հետ կվերադարձնենք։ Այդ գումարը ինձ հարկավոր չի։ Ինձ հարկավոր է Էմի օգնությունը։ Նախ M չի, էլա, հետո էլ ձեզ ինչի է հարկավոր Էմի օգնությունը։ Հիմա չեմ կարող ասել, վաղը կասեմ։ Հիմա գնում եմ մյուս գործերս կարգավորեմ։ Դուք էլ ստեղ մաքուր կպայք ու կգնաք, եղավ։ Աչքիս վրա։ Ես ձեզ ճանապարհ եմ։ Ով չի ալարում քեզ շահագործում է էլ։ Աչքիս են քո մոլորակում ավելի լավ էր։ Այդպես մի ասա։ Գոնե այստեղ ինձ չեն ցանկանում ամուսնացնել։ Ինչ եղավ։ Դրսում մեղու տեսա։ Հազարը ծակ կա, կարա ստեղից մտնի ներս։ Խնդրում եմ, էլ մի բան արա Լյովիկ։ Բայց ինչ կարող եմ ես անել։ Չգիտեմ, տելեպորտ արա։ Միակ տեղը, որ կարող եմ տելեպորտ անել, դա գիտապտույտն է։ Դե բա ում ենք սպասում։ Լյովիկ, ես մի մեղվից փախա ինձ բերեցիր գցեցիր մեղուների ոհմակի մեջ։ Ոհմակը գայլերինն է, մեղուներինը պարսա։ Դրանից մեղուները չկծող չեն դառնում, Արտո։ Նախ մեղուները չեն գծում, այլ խայթում են։ Երկրորդն էլ ինչպես դու ես նրանցից վախենում, այնպես էլ իրենք են քեզնից վախենում։ Այնպես որ խորհուրդ կտամ կտրուկ շարժումներ չանես։ Ահա։ Ոնց որ աշխատեց Լյովիկ։ Հա բա, պիտի աշխատեր, որովհետև մեղուները ամենաաշխատասեր միջատներն են։ Ես այդ իմաստով չէի ասում, բայց ոչինչ։ Իդեպ, Արտեմը ճիշտ է։ Մեղուները միշտ շարժման մեջ են, այլ կերպ ասած անընդհատ աշխատում են։ Նրանք մի ծաղիկից մյուսին թռչելով տեղափոխում են ծաղկափոշին, փոշոտելով ծաղիկները, ինչով նպաստում են ծաղիկների բազմացմանը։ Իսկ հավաքած նեկտարից նրանք մեղր են ստանում, որը ոչ միայն համեղ է, այլև օգտակար։ Այնպես որ խորհուրդ կտամ դուք շատ օգտագործեք մեղր։ Մամաս քիչ էր, հիմա էլ դու։ Ես խնդիր չունեմ, ինչքան լինի կուտեմ։ Ինչի ուտելիքի հետ կապված տենց բան կա, որ դու խնդիր ունենաս։ Իդեպ, դեռ հին ժամանակներում մարդիկ ձեռք էին բերում մեղրը, քանդելով վայրի մեղուների բնակավայրերը, այնուհետև ինչ-որ մեկը գլխի ընկավ վարժեցնել այդ միջատներին։ Մարդիկ սկսեցին մեղրի մի մասը թողնել մեղուներին, որ նրանք կարողանային ապրել մինչև հաջորդ բերքահավաք։ Մեղուներով փչակների մոտ նույնիսկ ժամապահներ էին կանգնում։ Իսկ հետո ժամանակի ընթացքում մարդիկ սովորեցին մեղուների համար պատրաստել փոքրիկ տնակներ, որոնք կոչվեցին փեթակներ։ Մեղուները ապրում են փեթակում, մեղր են ստանում, իսկ մեղվապահը հավաքում է այդ մեղրը եւ խնամում մեղուներին։ Իսկ է ճիշտ է, որ մեղուները շատ ընկերասեր են։ Այո, նրանք մեկը մյուսին պատմում են, թե որտեղ են լավագույն ծաղիկները։ Այսինքն, մենակ չասես իրանք խոսալ գիտեն։ Ոչ, խոսել չգիտեն, բայց իրենց յուրահատուկ շփման ձևն ունեն։ Մի մեղուն պար հիշեցնող որոշակի շարժումներ է անում, մյուսները հասկանում են, թե ուր պետք է թռչել։ Գիտի է, ինչ էլ խոսա հավատալու ենք մտքով ինչ անցնի խոսում է։ Նայ էլ, հերիք չի այլևս չի վախենում, մի բան էլ պարում է մեղվի մոտ։ Ես ուղակի չեմ պարում։ Դուք չասեցիք, որ մեղուները պարով են շփվում։ Ես փորձում եմ իրան ասեմ, որ գնա իմ մոտից։ Ինչ եք ծիծաղում։ Տեսաք ոնց գնաց։
Տեսանք, համել տեսանք, թե ոնց ընկերների հետ վերադարձավ։ Ոնց հասկանում եմ, պարդ դուրները եկել է։ Ինձ լսես կշարունակես պարել, թե չէ հաստատ խայթելու են։ Լովիկ էլ սենց բանս չանես։ Առնո, ուզում ես գնա դուրս սկսի պարել։ Կարող է մեղուն հլստեղա։ Արտեմիկ հերիք չի չափսերը տանցրես, նա դեռ չափերը տես։ Երկարացնում է։ Լավ, երկար, վերջացրեք։ Էն ինչ էր։ Ուսամ սա այն չէ, ինչ ես մտածում եմ։ Իսկ ինչ ես դու մտածում։ Դե ես մտածում եմ, որ արդեն ուշ է, ու Արտեմը պիտի գնա տուն։ Իսկ չես մտածում, որ կարող է ամպրոպ լինի ու ես մնամ անձրևի տակ։ Արտեմը պիտի գնա տուն։ Զուն թարեք, թունթուն ու սաուրը ժամանեցին երկիր մոլորը։ Չեմ կարծում, որ երկար գտնի։ Երևանը փոքր քաղաք է, ընդամենը 223,000 քառակուսի կիլոմետր։ Կարծում եմ երկու երկրային նորում մենք կգտնենք պետել Գերնորապեքս 398-րդին։ Կապի վերջ։ Թուն, Ասա սաուր։ մեզ համար համ կացարան, համ տրանսպորտային միջոց եմ գտել։ Մանուկյան ինչ է ուզում էլից։ Եվ ուզում է էլը իր տեղը ֆիզկուլտուրայի դասատու աշխատի, ինքը գնա ուրիշ տեղ աշխատանքի։ Խիղճելինը դարձրեցիք Type-C զայրադշնիկ։ Ով ասես օգտագործեց։ Նայ երեխեքի նկարվում եմ Մանուկյանի հետ։ Լրիվ ինֆլուենսեր է։ Ավելի ճիշտ celebrity։ Արտեմ, Մեր մոտ է գալիս։ Գիսան է։ Էս չեք ուզում հետս նկարվեք։ Հա, ոնց չենք ուզում։ Լավ, կատակ եմ անում։ Ոնց հասկացա չեք ուզում հետս նկարվել։ Էմը որտեղ է։ Հետը գործ ունեմ։ Առնոյենց։ Ուզում էիր ասեիր, օնիկ ենցա։ Դե հա, Առնոյենց տարածքում, որը ժամանակավորապես ձեզ է պատկանում։ Ճիշտ է, ուղղակի գլխումս այնքան խառնաշփոտ է, այսօր այնքան մարդ է հետս նկարվել, որ մի խոսքով, Էմին կասեք, թող գա դպրոց։ Գործ ունեմ հետը։ Իսկ ինչ գործ։ Դա ձեր գործը չի, Գիսանե ջան։ Կասեք թող գա դպրոց։ Լավ։ Գիսանե ջան, վիդեոյից վրա ոնց կարող եմ գովազդ գցել։ Ես տնտրանից չեմ հասկանում, գնայեք ընկեր Մանուկյան։ Էս դարձել եք ինֆլուենսեր։ Լսի, մի հատ քեզ հավաքի, հա։ Չէ, ընկեր Մանուկյան, այդ վատ բառ չի, ինֆլուենսերը նշանակում է սոցցանցերում կամ օնլայն հարթակներում մարդկանց վրա մեծ ազդեցություն թողնող մարդ։ Լավ, ուղղակի խնդրում եմ, նախորդ որ բան եք ասում, զգուշացրեք։ Մի խոսքով, հիմա ես շտապում եմ, իմիջիալոց դուք եք շտապում։ Գնացեք։ Մենք ուր ենք շտապում։ Գնացեք, Էմին բերեք դպրոց։ Մենք եղանք Լևոնյանների տանը, արքայազն այնտեղ չի գտնվում։ Վստահաբար նա ուրիշ տեղ է, կապի վերջ։ Մանուկյանը չի հանձնվում, ստիպում է որ անպայման էլին բերենք։ Իսկ նա այդպես էլ չասաց, թե ինչու։ Առնո ջրի կանալու ժամանակ ես գտել։ Ինչ ջուր։ Ին վրա թաց տեղ կա։ Էլ փաստորեն դու ես։ Փաստորեն։ Առնոնա ստիպել որ գաս իր տեղը դպրոց։ Ոչ, Առնոյին մեղում խայթել է եւ նա որոշել է չգալ դպրոց։ Իսկ ես օգտվեցի առիթից։ Լավ, ուրեմն սենց ենք անում։ Մինչև չհասկանանք Մանուկյանը քեզնից ինչ է ուզում, չխոստովանես, որ դու ելն ես։ Բարի։ Բայց ես չեմ կարծում, որ Մանուկյանը ինչ որ վտանգավոր մտադրություններ ունի։ Դե չես կարող ասել, ինքը հիմա գումարի խնդիր ունի։ Կարող է ասի դառնաս բանկի աշխատող բանկը թալանես։ Բարի։ Հետո գումարի խնդիր ունի։ Մանուկյանը։ Ես, դու, Գիսանեն։ Ինչի հիմա գումարի խնդիրով չունի։ Հեսա այս ընտրությունները անցնի, տենանք ինչ ա լինում։ Դենց ուրախ եմ, որ Մանուկյանին այդ կլինիկայից բաց թողեցին։ Դες տպավորություն է, որ մի օրում բուժեցին։ Ինչի՞։ Դե որովհետև այնպես է փոխվել, ոնց որ ուրիշ մարդ լինի։ Դե գնա
Գրացինք սիրելի հետևորդներ, ես մտնում եմ իմ կաբինետ, բայց ասեմ, որ սա մենակ իմ կաբինետը չի, այստեղ աշխատում են նաև իմ գոլեգաները, ահա նրանք, ահա խնդրեմ, սա մեր կենսաբի ուսուցչուհին է, Տիկին Բադալյանը, ողջունեք Տիկին Բադալյան, իսկ սա էլ մեր անգլի ուսուցչուհին է Միս Մերին։ Սիրելիներս, եթե հավանում եք Միս Մերին, ապա կարմիր սրտիկով սրտիկեք, իսկ եթե Տիկին Բադալյանին կանաչ սրտիկով Տիկին Բադալյան, այս ստիկը անեք գովազդ է։ Դե ինչ սիրելիներս, հիմա ես կտամ նաև իմ գոլեգաների էջերը, ասեք ձեր էջերի անունը, թող ձեր պատվիշիկներն շատանան։ Մենք Instagram չունենք։ Ոչ էլ ձեր հավեսը։ Մի րոպե։ Ես ձեր համար, դուք ում համար։ Չեք ուզում հայտնի լինեք, պետք էլ չի։ Հեսա ես շուտով կդառնամ շատ հայտնի, ոնց են անգլերեն բառը։ Ինֆլուենսեր։ Այ դրանից։ Մնացել մի բան անեմ ու ամենահայտնին եմ լինել, այդստեղ։ Գիտես չէ, սա Հայաստանում ամենաշատ վաճառվող սարդելկան է։ Հա, դե չեմ կասկածում։ Մենակ Արտեմը հերիքա, որ շատ վաճառվի։ Ենոքյան, ես դու ինչի չես ուզում Պերեր Իվանես։ Ես քաղցած չեմ։ Լավ, հասկացան քաղցած չես։ Սոված էլ չես։ Կատակեր։ Լևոնյան, Էմին վերել ես։ Ճիշտն ասած, Էմին մեղուն էր փայթել, ու ինքնան հեչ լավ չէր զգում։ Ոնց։ Մեղուները այլ մոլորակային են կծում։ Ոչ, չեն կծում։ Խայթում են։ Լավ բան չեք անում, էլի։ Բայց մենք ինչ մեղք ունենք։ Դուք չէ մեղուները։ Իսկ վերջապես կասեք, ինչ եք ուզում Էլից։ Գիսանե ջան, դե հիմա ես ոնց որ հայտնիության ճանապարհն եմ բռնել։ Հիմա ուզում եմ Էմը ինձ օգնի, էլ ավելի հայտնի լինեմ։ Բայց ինչ պիտի անի։ Դե ոնց էր Արտեմի կերպարանքով վազում, այն Նարեկի կերպարանքով ձգումներ էր անում, այտենց բաներ էլի։ Լավ, հասկացա, այսինքն դուք ուզում եք գրանցվեք Գինեսի ռեկորդների գրքում, բայց այդ շարժումները չեք կարողանում անել։ Բայց դուք գիտեք, չէ՞ որ Էլի երկար չի մնալու մեր մոլորակում։ Այ Գիսանե ջան, ինչ Գինեսի գիրք։ Ինձ հերիքա TikTok-ների ռեքն գնեմ։ Այսինքն դուք ուզում եք, որ էլը կերպարանափոխվի եւ դառնա դուք, Ապրես, եւ ձեր փոխարեն լուծի բարդ ֆիզիկական կուլտուրային վերաբերվող խնդիրները, ապրես։ եւ դուք նրան չեք ստիպելու, որ նա կերպարանափոխվի եւ դառնա բանկի աշխատող եւ բանկ թալանի։ Լսի, Ենոքյան, ինձ ում տեղն ես դրել։ Ես Ենոքյանը չեմ։ Ես Էլն եմ։ Ես լավ գիտեմ, հա, Էմը ինչպիսին է։ Ասում եմ ես Էլն եմ։ Դե ապացուցի։ Կարելի է։ Վախ! Էլին վրա չապացուցես, հա։ Բայց դուք խնդրեցիք։ Ինչ որ այա։ Գնացին Գիսանե ջան։ Վիդեոներ նկարելու։ Դու այսօրվանից իմ real maker-ն ես։ Նկատի ունեք real maker-ը։ Ապրես դրանից, գնացինք։ Էլ մի բան դարձի, բայց ոչ այստեղ։ Մենք կարդացինք բոլոր նորությունները։ Ոչ մի արտառոց բան վերջին ժամանակներում չեն կատարվել։ Կապի վերջ։ Թուն, Ասա Սաուր, մեր տրանսպորտային միջոցը խափանվել է։ ինչ ես առաջարկում ուրիշ է գողանանք։ Ոչ մի դեպքում առաջարկում եմ խուսափենք ավելորդ ուշադրությունից ու հենց այս մեքենան վերանորոգենք։ Ինչ է պետք դրա համար։ Ավտոպահեստամասեր։ Տրամաբանական է։ Брат, пожалуйста, дайте 1000 драм, Օկտեմբերյանը գնում։ Օկտեմբերյան։ Օկտեմբերյան, քաղաք Հայաստանում։ Ներկայացնում Արմավիր։ Հանդիսանում է Արմավիր մարզի մարզկենտրոնը։ Օգնենք նրան։ Օգնենք։ Ողջույն հայ ազգ, ողջույն սփյուռքահայություն, Instagram-ը հայ, Facebook-ը հայ եւ իհարկե հարգարժան YouTube-ը հայեր ջան։ Ես Օնիկ Մանկուցն եմ եւ պատրաստվում եմ գնալ մի շարք ռեկորդների։ Խնդրում եմ կիսվեք, լայքեք, մի խոսքով գմփցնենք ինտերնետը։ Ստոպ է, լավ չի։ Ասում եմ մի հատ էլ չնկարենք։ Չէ, շատ լավ էր, ընկեր Մանուկյան, հավատացեք։ Եթե ձեր դուրը չգա, այն 45 դուբլը կմոնտաժեմ, մի բան հաստատ կստանամ։ Լավ, հավատում եմ քեզ։ Լսիր, Էմը ստեղա։ Էմ չի, Էլա ու պայուսակից մեջ է։ Էլ ստեղ ես։ Այո, այստեղ եմ։ Ստեղ չենք կերպարանափոխվում։ Կգնանք ուրիշ տեղ։ Դպրոցը հազիվ է մի Մանուկյանի դիմանում։ Էլ ուր մնաց, որ երկու Մանուկյան տեսնեն։ Իսանը հեռախոսից մեջ ժլարիատ կա։ Այո։ Այն կարմիր կոճակը հաստատ կարող ես, չես սխմել։ Հա, չեմ մոռանա կսխմեմ։ Դե ասես, ուրեմն գնացինք։ Ես կթաքնվեմ այ այնտեղ, եղավ։ Գնացինք։
Ես ոնց գլխի չընկա, որ Մանուկյանի արածները ես անենք։ Հիմա աղջիկների նամակների ստեղ ու դադար չի ունենա։ Արտեմ, միշտ հիշիր, որ կեղծիքը լավ բանի չի բերում։ Եթե դու այն չես, ինչ ներկայանում ես, ամեն բան ուշ թե շուտ դուրս կգա ջրի երես։ Կեղծիքը լավ բանի չի բերում, ճիշտ է։ Ոնց հայրեմն որ դու TikTok չունես։ Այսինքն քեզ դուր կգար TikTok-ը։ Ինչու։ Դե որովհետև քոպես այլ մորակայիններ են այնտեղ։ Իսկապես։ Փոխաբերական իմաստով էի ասում էլ։ Լավ, արի գնանք։ Իսկ միգուցե սպասենք Գիսանեին։ Ինձ չի թվում, որ Մանուկյանը Գիսանեին շուտ կբաց թողնի։ Զանգենք։ Չէ, ես գիտեմ ոնց իմանանք։ Ուրեմն Մանուկյանի սթորիներով կիմանանք, որ էտապում ենք։ Սիրելի հետևորդներ, այժմ ես ու իմ մենեջերը եկել ենք։ Ոնց էր են բառը։ Հա, շոկինգի։ Հաջորդ ստորիում կանեմ մյուս բառը։ Ոնց էր են, ճիշտ որ ասում էի։ Հա, unboxing։ Կմտածեր, որ Գիսանեն Մանուկյանի մենեջերն է լինելու։ Տեսնում ես Գիսանեն քո համար ինչեր է անում։ Տեսնում եմ։ Լավ, դե արի գնանք տեսնենք երկարը ոնց է։ Հաշվի առնելով երկարի ներշնչանքը կարելի է ասել, որ նրան երկար չի մնացել։ Լավ։ Թունթուն։ Այո, Սա Լևոնյանների աղջիկը չէր։ այո։ Իսկապես, որ Երևանը փոքր քաղաք է։ Գիսանե, բայց ստեղ լավ է լոկացիաներ կա, կարանք ստեղ վիդեո նկարենք։ Համաձայն եմ։ Մի րոպե, ես էս աղջկան գիտեմ։ Բարև ձեզ, կոլեգա։ Կներեք մենք ծանոթ ենք։ Դե կիսով չափ։ Ուզում եմ ասեմ, ես ձեզ ճանաչում եմ։ Դուք էլ ինչ շուտով կճանաչեք, որովհետև ես էլ սկսնակ բլոգեր եմ։ Շատ ուրախ եմ ձեզ համար։ Հա, ես էլ։ Որ խնդրեմ մի քանի խորհուրդ կտակ ինձ։ Իհարկե, բայց մի փոքր ուշ էլ հիմա ուղղակի նկարահանման եմ։ Խնդիր չկա։ Ես էլ մենեջերիս հետ գնամ սպորտային հագուստ ընտրեմ։ Իմ բլոգը սպորտային է, էլի։ Բարի։ Դե գնամ ես։ Բարև ձեզ։ Գնաց, давай։ Ահա, Արտեմիկ ջան, սկի ծախված մրցավարները քեզ ճոքնեցին։ Ասա բախտդ բերեց էլի։ Արմեն, իսկ ինչպես է հնարավոր համակարգչային խաղի մեջ
Մրցավարերը ցավված լինեն։ Այդ ցավը տանեմ դու Բարսա ինչի գիտես։ Ով գիտի սրանք իրանց խաղերն են ստեղ առնում։ Ի, Պեդրի։ նայով է խոսում է ծախված խաղերից։ Այ Վարդրիդ, պենալտի a favor de Real Madrid։ Պենալտի a favor de Real Madrid։ Արտեմիկ մնա։ Դու ավելի լավա գնա գրազդ փագվի։ Լյովիկ, դու այսօր ինչի ես մի տեսակ։ Մի տեսակ չեմ։ Կարող է նեղվեցիր, որ ընկերոջդ կրեցի։ Դե ոնց ասեմ։ Լավ, շատ մի նեղվի, մյուս անգամ խետաֆեով կխաղամ, որ շանսեր ունենա գոնե։ Ես Օնիկ մանկուցն եմ եւ պատրաստվում եմ գնալ մի շարք ռեկորդների։ Խնդրում եմ կիսվեք, լայքեք, մի խոսքով կմփցնենք ինտերնետը։ Թուն։ Ասասավ։ Կարծես թե ես գտել եմ արքայազնին։ Ուր են գնում։ Լևոնյանների զավակների դպրոց։ Куда я попал?